Բարև ձեզ հարգելի բարեկամներ, բավականին ժամանակ է, որ չենք շփվում, իմ ելույթները կարծես թե ինչ-որ միառժամանակ ընդմիջվեցին, սկսում ենք, շարունակում ենք մեր հաղորդաշարը, խնդրում եմ հավանեք, գրանցվեք, տարածեք, մի զլացեք, դուք օգնում եք նաև մյուսներին։ Այսօր ուզում եմ խոսեմ ջերմի մասին, ջերմությունը մարդու որ բարձրանում է, ջերմը դա ինքնին առանցին հիվանդություն չէ, նա օրգանիզմի պաշտպանության արձագանքն է։ Մարմնի բարձր ջերմաստիճանի դեպքում, երբ որ բարձրանում է մարմնի ջերմաստիճանը, ինչից պետք է բարձրանա, որովհետև հիվանդանում է օրգանիզմը թափանցում վիրուսներ եւ մանրէներ, միկրոբներ, հետեւաբար այդ ֆոնի վրա բարձրանում է ջերմությունը։ Ջերմությունը ինքը բարձր ջերմությունը մարմնի ինքը նվազեցնում, ընկճում է այդ վիրուսների եւ մանրէների գործունեությունը եւ կասեցնում է, ընկճում է նաեւ նրանց աճը եւ բարձրացնում է բնականաբար օրգանիզմի դիմադրողականությունը։ Ուրեմն ամեն մի մանրէ վարակային, երբ որ թափանցում է օրգանիզմ, ապա այն իրենից ներկայացնում է ջերմա դրդիչ, առաջացնում է ջերմություն։ Մանրէները օրգանիզմում ազդում են ջերմականոնավորման կենտրոնների վրա, մարմնի նորմալ ջերմաստիճանը համարում ենք 36.6, հետևաբար այս մանրէների եւ վիրուսների ներգործության շնորհիվ ջերմակարգավորման կենտրոնների վրա մարմնի ջերմաստիճանը նորմալից սկսում է բարձրանալ մինչև 40 աստիճան։ Ասեցի ձեզ, որ դա ունի նաև պաշտպանողական հատկություն, որովհետև նա ազդում է մանրէների վրա, ընկճում է նրանց գործունեությունը։ Եվ մնում է ջերմությունը այնքան ժամանակ բարձր թվերի վրա, քանի դեռ այդ մանրէները ազդում են ջերմակարգավորման, կանոնավորման կենտրոնների վրա։ Հենց որ նրանց գործունեությունը սկսում է նվազել, ընկճվել, ոչնչանում են, ապա ընթանում է օրգանիզմի առողջացում։ Ուրեմն այստեղից կարող ենք ասել, որ այդ գործընթացը ջերմը առաջացնում է, մոբիլիզացնում է օրգանիզմի պաշտպանողական համակարգը եւ պայքարում է մանրէների դեմ։ Լավ, եթե ջերմությունը բարձր է, ինչպիսի միջոցներ կարելի է օգտագործել, որովհետեւ բարձր ջերմությունը նաեւ հյուծում է օրգանիզմը։ Բարձր ջերմերի ժամանակ խորհուրդ կտամ օգտագործեք փշատի չոր մանրացրած տերևներ։ Փշատը նույնիսկ հիմա էլ կա, ծառերի վրա տերևները կարող եք հավաքել, չորացնել, մանրել կամ աղալ եւ 3 ճաշի գթալ, կես լիտր ջրի մեջ դանդաղ եփում եք 10 րոպե, թողում եք, սառում եք, համում եք եւ խմում եք, կես թեյի բաժակ օրը 4 անգամ ուտելուց առաջ հետո նշանակություն չունի։ Վարսակը 400 գրամ վարսակը ռուտերեն ավիոսն է, 1 լիտր ջրի մեջ 30 րոպե դանդաղ եփում եք, բնականաբար բերանը փակ կանեք, որպեսզի ջուրը չգոլորշանա, եթե պատրաստում եք այդ միջոցը, սառելուց հետո քամում եւ խմում եք որպես գարեջուր, գարեջրի նման, այսպես ասած, էֆեկտ է տալիս։ Յասամանի տերևները կամ ծաղիկները չորացրած վիճակում վերցնում եք 3 ճաշի գտալ դարձյալ չորացրած վիճակում, յասամանի կամ տերևը կամ ծաղիկները, դարձյալ կես լիտր եղման ջրի մեջ,
Եփում եք 10 րոպե, սառելուց հետո քամում եւ խմում եք այս թեյի բաժակ օրը 3-4 անգամ։ Հարգելի բարեկամներ, սրանք բոլորը ջերմը իջեցնող եւ քրտնաբեր միջոցներ են։ Բարձր ջերմությունը, որ սկսում է իջնել, սկսում է քրտնել մարմինը եւ բացի քրտնելուց քրտնքի հետ դուրս են գալիս նաեւ թույները, տոքսինները եւ օրգանիզմը այս ձևով նույնպես թունազրկվում է։ Ասեմ դες նաեւ մի անհավանական բան, սարդոստայնները, դուք սարդոստայնը տեսել եք տան անկյուններում կամ ինչ-որ նկողներում սարդերը երբ որ ոսկե, եթե դուք սարդոստայնը վերցնեք, դնեք մարմնի մի որևէ տեղին եւ կապեք, ապա ջերմությունը սկսում է իջնել։ Ջերմը իջեցնող է նաեւ քաղցր նշի կեղևը, այդ կտերը որ ջարդում եք, եթե դուք աղաք, մանրացնեք աղաք, մեկ թեյի գտալ 200 միլիլիտր եղման ջրում դանդաղ եփում եք 10 րոպե, սառելուց հետո քամում եք եւ խմում եք միանվագ, այսինքն այդ բոլորը միանգամից նույնպես հզոր ջերմը իջեցնող միջոց է եւ վերջապես չմոռանանք կծու տաք դեղին։ Կծու տաք դեղին, դա կարող եք ուտել, կարող եք ոգեթուրմ պատրաստել տաք դեղից, օղու մեջ լցնում եք, մի 10 օր մնում է, դուք կարող եք դա պատրաստեք ամենայն դեպս տունը ունենալու համար։ Խմում եք մեկ ճաշի գթալ, մեկ ճաշի գթալը 3 ճաշի գթալ ջրին խառնած, որովհետև կծու է, մեկ ճաշի գթալը խառնում եք 3 ճաշի գթալ ջրին եւ օրը խմում եք մեկ ճաշի գթալից այդ խառնուրդը 3 անգամ։ Գիտեք, հիանալի միջոց է քրտնացնելու եւ ջերմը իջեցնելու համար։ Լավ, այս վերջացրեցինք թեման, դες առողջություն, հիմա լսեք ինչ եմ ասում։ Ուրեմն ինտերնետում, Facebook-ում շրջանառվում է մի ինչ-որ տեսանյութ, որը իբր թե ես եմ խոսում, բայց ինձ են ցույց տալիս, ես խոսում եմ, բայց ոչ իմ ձայնով եւ մեր հարգարժան բժիշկներից մեկին եւ ինչ որ կրեմ են քսուկ են ռեկլամանում իբր հոդերա բուժող քսուկ եւ այնտեղ տալիս են ինչ որ հեռախոսի համար եւ տվյալներ որ դու կարող եք լրացնել, փողը մուծել եւ այդ քսուկը ստանալ։ Ես դες խնդրում եմ, դա ես չեմ, դա բացարձակապես իմ հետ կապ չունի, ոչ էլ այն բժշկի, դա կեղծված է, մի գնացեք դրան եւ կորուստներ չտաք։ Մեկա որ դուք գումար ուղարկեք, քսուկ բնականաբար չեք ստանալու։ Հարգելի բարեկամներ, ասեմ, որ հետո ես մեղավոր դուրս չդառնամ, եթե նույնիսկ ձեզնից որևէ մեկը դիտել է այդ տեսանյութը, ապա ինքը պետք է տեսնի, որ դա իմ ձայնը չի, ես չեմ խոսում, դա ես դες ասում եմ զգուշացնելու համար։ Իսկ մինչ այդ իմ քսուկները, դուք ծանոթ եք իմ հրաշալի քսուկներին, այո, որը Անահիտն է, ունի այսպիսի գույն, եւ Մարիանը, որը ունի այս տեսքը եւ այսպիսի նուրբ կարմրավուն գույն ունի, սրանք իմ քսուկներն են, մյուսը ցույց եմ տալիս դեռ, սրանք կոսմետիկ քսուկներ են, որ ստանդարտով, պետստանդարտով ստուգված, սերտիֆիկատ տված, լրիվ բնական քսուկներ են, լաբորատորիաներում ստուգված, բացարձակապես քիմիական ոչ մի տարր չկան դրա մեջ, ես դեմ եմ այդ քիմիական տարերին եւ կոսմետիկ լինելուց բացի այլ որ դեմքին տալիս է փայլ, էլաստիկություն, գեղեցկություն, մարդու մաշկը ընդունում է բնական տեսքը, մաշկի վրայից մաքրում են այդ միկրոբները, ծերացած, մահացած բջիջները եւ այլը, լավացնում է այրան շրջանառությունը, տալիս են փայլ, էլաստիկություն եւ այլը։ Այդ բոլորով հանդերձ
նրանք նաև հրաշալի վերք ամոքիչ միջոցներ են հանդիսանում, վերք ամոքիչ, այսինքն երկարատև չբուժվող վերքերի, տրոֆիկ խոցերի վրա, երբ որ պարբերաբար ոչ երկար ժամանակ վիրակապություն եք անում, ապա վերքը դեռ աչքի առաջ փակվում է։ Այս Մարիա քսուկը նաև ունի մաշկը սպիտակեցնող հատկություն։ Այսօր ուզում եմ այդքանով սահմանափակվեմ, չեմ ուզում ցույց տամ իմ գրքերը, ձեր ժամանակը չխլելու եւ ձեզ չձանձրացնելու համար։ Առողջություն, ցտեսություն, միշտ նոր հանդիպում։